հայոց եռագույնն է ծածանվում լեռան բարձունքում։ Հարգանքները շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Անակնկալների փառատոնը սկսեց Ռինդ գյուղից։ Պարոն Հայրապետ, այս ծաղիկները դու ես տալու տիկնոջը։ Չէ, հələ մի վրազիկ, այն դու դրապահը կա, մենք հəլստե գործեր ունենք։ Սիրված մայրիկ, սրբություն, ում ծննդյան օրը պետք է անպայման հենց հիմա շնորհավորենք։ Դե երազանք պահեք փչեք, տենակ ինչ ալնում։ Տեսեք, երկինքն է ուրախացել ձեր ծննդով։ Սամի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Հարգելիներս, մեր այսօրվա անակնկալների փառատոնը սկսեց Ռինդ գյուղից։ Տեսարանը ուղղակի հեքիաթային է, դյութական, հայոց եռագույնն է ծածանվում լեռան բարձունքում, նշմարելով հայոց աշխարհի ուժն ու հզորությունը։ Հիմա այս գեղեցիկ ժայռապատկերներով եւ բլուրներով զարդարված ճանապարհը մեզ տանում է ուղիղ Ռինդ գյուղ։ Ռինդ գյուղում ունենք հոբելյար, սիրված մայրիկ, սրբություն, ում ծննդյան օրը պետք է անպայման հենց հիմա շնորհավորենք, այնպես որ զինվեք գեղեցիկ տեսանյութ նայելու համբերությամբ։ Այո, դիմացեք, քիչ հետո անակնկալը կլինի։ Իսկ մինչ անակնկալին հասնելը մենք ձեզ կցուցադրենք աշխատասեր եւ գեղեցիկ Ռինդ գյուղը։ Ճանապարհը մեզ սիրուն տանում է դեպի Ռինդ գյուղ։ Բարև ձեզ նորից։ Հələ կարող եք ասել որտեղ են գնում, անակնկալն անենք, թաղերը բան բացատրեք, ես կարող գնացած ելնեմ ձեր տուն, հա, ոնց որ գնացել եմ։ Դուք մենք շատ եք գնացել։ Բա գնանք նորից։ Դիգինը Ռոզայից տուն կարող եք հիշեք։ Միրոպե, մանկապարտեզը եթե կիմանաք։ Հա, գիտեմ։ Ահա, մի քիչ ներքև եք իջնում։ Երևի մի 4 տուն, այնտեղ մի հատ սպիտակ կապույտ մեծ ավտոբուս է։ Ավտոբուսն էլ գիտեմ։ Դրանից ահա, դրանից վերևի չէ, այսինքն մի տուն վերև, երկու տուն վերև։ Երկու տուն վերև աջի վրա։ Իջնելուց աջի վրա։ Բայց տան համարն ի՞նչ է, տան ընդ համարակալված է տաները բոլորը։ Ոյ, չեմ կորոս։ Դե ես տեսազանգ եմ անելու ձեզ։ Սպասեք, հեսա կզանգեմ։ Հա։ Տիկին Ռոզայի ծննդյան օրն է այսօր։ Անջատ, ալո։ Տիկին Ռոզայի ծննդյան օրն է, չէ՞ այսօր։ Հա, ասեք տղայի ու արսի կողմից ինքը արդեն Որդու եւ արսիկի կողմից։ Շատ բարի, լավ։ Շատ բարի, դե։ Լավ։ Եղանակային պայմանները վերջերս մայիս ամսին որոշել են խելագարորեն իրենց պահեն։ Վարդան էլ նկարի այս ձախ կողմը, ընկերներ, տեսեք, նկատեք, որ այստեղ կլոր քարերը շատ են, ես հատուկ ձեզ համար հիմա հետ կգնամ եւ ցույց եմ տալու, որ առաջ Վայոց ձորը եղել է որ ծովներ։ Թետիս օվկիանոսի հատակը, ինչի վառ ապացույցն են այս կլորավուն քարերը։ Վարդան ցույց տու էլի մոտիկացրու թող տեսնեն մեր հետևորդները։ Ռինդ գյուղը գտնվում է Վայոց ձորում, Վայոց ձոր մտնելուց առաջին գյուղը Ելփինն է, երկրորդը Չիվան, որը հենց հիմա ձեր կադրերում է, իսկ երրորդը արդեն առանձին ճանապարհով բարձրանում է Ռինդ։ Ռինդ գյուղում տեսեք հստակ երևում է, ինչպես նաև Աղավնաձորի ոլորաններում կան նման տեսարան, որ կլոր քարեր են, գլաքարեր են ընկերներ։ Սա նշանակում է, որ ժամանակին մեր մարզը այս տարածքը եղել է օվկիանոսի հատակ։ Գետի հունի հետ կապ ունեցող մի տեղ է եղել միլիոնավոր տարիներ առաջ։ Իսկ հիմա մենք ընկերներ գնում ենք Ռինդում բոլորիս կողմից ճանաչված այդ փողոց ասում են Պարտեզի փողոց, որովհետև Պարտեզը այդտեղ է կառուցված։ Իսկ ընդհանրապես թվով 14-րդ փողոց։ Ռինդ գյուղին ես լավ ծանոթ եմ, ընկերներ, ով ինձ վերջի 2 տարին է հետևում, չի իմանա իմ վերջի 6 տարին, ուր եմ գնացել, ինչ եմ արել։ Ես շատ եմ եկել Ռինդ գյուղը ինձ հարազատ է ու ինչպես նաև մեր մարզի բոլոր գյուղերը։ Այստեղ ես տանն եմ, սա իմ տունն է եւ ես միշտ ինձ լավ եմ զգում այստեղ պատվեր գալուց։ Այսօր էլ բացառություն չի, լավ եմ զգում, ճոխ եմ զգում ինձ։ Եկել ենք ուրախացնենք մեր տիկին Ռոզային որդու ընտանիքի կողմից Պարտեզի փողոց ավտոբուսից քիչ վերև։ Իսկ ավտոբուսը թե ինչ ավտոբուս է, լեգենդար ավտոբուս է։ 100 տարի արդեն այնտեղ կանգնած է եւ բոլորի համար ծառայում է որպես ուղեցույց։ Դրանով
կողմնացույց են, էլի, ցույց են տալի ուր պետք է գնաս։ Եթե ռինդում գործեր ունենաք, իմացեք, սա Պարտեզի փողոցն է, մի քիչ ներքև էլ ավելի կոնկրետ գեոլոկացիա կա, ավտոբուս, սպիտակ կապուտ ավտոբուս։ 51-ի նման ավտոբուս բայց։ Ռինդ գյուղում աշխատասեր են ընկերներ, ամեն անկյունում դուք կարող եք նկատել տրակտորներ, բեռնատարներ, 06 Ժիգուլիներ, որոնք աշխատում են դաշտերում եւ Մայիսյան գիլասը, չէ, էսի Մայիսյանը չի։ Հունիսյան կամ հուլիսյան գիլասն է Վարդան։ Հունիսի 3-ի գիլասն է։ Եվ Պարտեզ ընկերներ, տեսեք, ամբողջովին վերանորոգված։ Եվ հենց Պարտեզից անցնում ես մանկական հուշերից հետո սկսում է մեծական թեթև խառը ճանապարհ։ Գրունդ, ընկերներ, գեղեցիկ գրունդ, որի վրայով սահում ես ներքև։ Ուղղակի մեքենան սահում է, այստեղ ուրիշ տարբերակ լինել չի կարող։ Մի քիչ էլ որ իշնենք, արդեն կսկսի երևալ ավտոբուսը։ Ավտոբուս, որը տարիներ է ապրել, տասնամյակներ օգտակար է եղել մարդկանց եւ հիմա էլ իր տեղում կանգնած է, հələ ցույց տու։ Ներքև բամպերը կարմիր, ինքը սպիտակ, կապույտ սպորտային պալոսկեքով ավտոբուս։ Եվ նկատենք, որ բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Ինչպե՞ս եք, լավ եք։ Խաշբար եք լուծում, այո։ Բա մի հարց տամ, Տիկին Ռոզա այս տունը ո՞րն է։ Տիկին Ռոզա։ Ռոզա։ Այստեղ պետք է լինի, այս տներից մեկը, կամ է որ ավտոբուսը կանգնած է, կամ էլ ձեր տուն ենք եկել։ Հա, բայ։ Հա, եկանք դե, հեսա գալիս ենք մեծ աղբեր։ Ընկերներ, հիմա մենք ունենալու ենք գմփիկել վերց։ Հա, ես վերց հիմա։ Լսի հələ։ Դե որ դու քո անունն ի՞նչ է։ Հայրապետ, պարոն հայրապետ, այս ծաղիկները դու ես տալու տիկնոջդ։ Հա, վերցեցում ենք իրար հետ, այդ մենք անակնկալ անենք, վերց։ Արի գնում ենք։ Շատ ես սիրում, հա, կնոջդ։ Արդեն 7 թոր ունի։ 7 թոր, այդ շատ լավ է։ Հիմա գնում ենք շնորհավորենք, դու էլ քո կողմից տենց հավեսով։ Դուք եք մեր տիկին Ռոզան։ Հլի սիրուն տեղա Վարդան ֆիքսի հետ պահը, բարև ձեզ։ Եկեք Քո գրկում ես մանուկ դառնալ Աշխարհի Հարգանքները շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը, սկի որ երազեինք այսպես տեսարան չէինք ունենա։ Էսի սիրուն եք սարքեսա։ Ձեր ծննդյան օրն է, հա? Շնորհավոր լինի, սիրված լինեք միշտ ու այդպես էլ կա, ձեզ շատ են սիրում բոլորը, բայց չեմ ասում կողմից մեկ է, հա? ինձ մանուկ զգայի սիրել Չեմ ասել, ասեմ ինչ։ Տղես ու հարսս Ահա, շատ լավ ասեցիք, Տիգրանը և Գայանն Գայանն, շատ ձեզ սիրում են, լավ լինեք, առողջ լինեք, հեսա մի ամբողջ սիրո մասին, չէ, հլը մի վրազիկ, այն դու դրա պահը կա, մենք հլեսնե գործեր ունենք, դե երազանք պահեք փչեք, տենանք ինչ ալում։ Մամուզում եմ ես առաջվա պես օրոր Դեմ ինչ ալում, կատարվելու է ձեր երազանքը։ Դες քաղցրությունը տալիս եմ ձեզ, որ վերցնեք մի պահ, վերցեցիք, չէ, հիմա հետ եմ տանում, որովհետև մենք այստեղ ունենք շատ կարևոր, չէ, սպասեք, այնտեղ սպասեք, հլը։ Հիմա գնում ես նվիրելու, մի հատ էլ պաչիկ ես անում։ Շնորհավոր լինի։ Ինձ համար խոսող արցունքներն աչքերից սրբել Այսքան Ես էլ ձեզ ուրախության պայթուններ, որ համարյա թե պայթես ինչ սիրուն է, տեսեք երկինքն է ուրախացել ձեր ծնունդով։ Արա ինչ սիրուն է լավ։ Բայ բարև ձեզ։ Հարևանն է եկել, հա։ Բա, մեծ շնորհավորեք։ Մեծ պաչիկ արեք, այսօր պաչիկների օր է։ Հա, ավելի ուժեղ, ավելի ճոխ։ Նկարվում, հա, հիմա էլ դերցի ֆոնին, հա։ Եկեք նկարվենք սա ասիրար հետ։ Հələ տես ոնց է ճախրում օթում բաները հետ։ Աչի է։ Դեքոր կնիկ, արի։ Աշխարհի չափ Նկարվանք, լավ ես նկարը։
Հենց ես նկարևոր դուրս գա։ Ես քաղցրությունը տամ ձեզ, գնացեք լավ օր ձեզ։ Մենք էլ գնանք այսպես ուրախ օրեր ունենք այսօր։ Այսօր այն քիչ օրերից է, որ մենակ մեր մարզում ենք վազվզելու, այսինքն դա նշանակում է, որ մենք ուղիղ գնում ենք Գլաձոր։ Գլալով գնում ենք Գլաձոր, որտեղ ունենք երկու պատվեր, որը որ պետք է բարձրակարգ մատուցել։ Գնացինք առաջ։ Քանի որ մենք ուրախ հայրենակիցներ ենք եւ ուրախանում ենք մեր ընկերների, բարեկամների հաջողություններով, հենց հիմա մենք ուրախանում ենք։ Հեսա կասեք ինչի համար։ Դիմացից գնում է տրանզիտ համարներով մեքենա, ենթադրում եմ, որ նոր է գնել մեր բարեկամը, շնորհավորում ենք եւ մաղթում անփորձանք երթևեկություն, եւ թող ավելի լավերը քշի, գործերը ավելի լավ լինի, ավելի լավ մեքենաներ բարի ու մնացածին էլ օգնի իր հնարավորության սահմաններում։ Ընկերներ, պետք է միշտ ուրախանանք մեր բարեկամների, հարևանների, ծանոթների, անգամ անծանոթների հաջողություններով։ Սա մի օրինակ էր, որ ես արեցի էլի։ Ես ցույց տվեցի, որտեղ չգիտեմ ինչի, ամեն անգամ չի այդ միտքը առաջանում ինձ մոտ, բայց այս անգամ չգիտեմ ինչու այս Վարդի դեմքը դες շատ ուրախ էր։ Տեսա, ու այդ ուրախությունով ես էլ լսվա, ինձ շատ ուրախ եկավ այս տեսարանը, որոշեցինք նկարենք ու համել իշվատ տեսարանը։ Հիմա ասում ենք Արենի Աչից Ձախից խաղողի այգիներ են, դեղցի այգիներ, աշխատասեր արենցիների աշխատանքն է երևում այս կադրերում եւ իհարկե Արենի անզուգական եւ անկրկնելի բանը, ինչա դրանում, ժայռերը, այո, այնտեղից մարդիկ գալիս են, ցատկում են եւ հաճույք են ստանում, անգամ օթապարիկով թռչողներ ունեցանք այստեղից, հզոր տեղ է, իսկ նորակառույցները դա պետության հովանավորած տներն են, որ օգնում են մարդկանց նոր տներ, նոր հայօջախներ կառուցեն, ինչը գովելի է, սահմանամերձ գյուղերի մասին է խոսքը եւ Արենին շատ լավ օգտվեց այդ ծրագրից, շնորհավորում եմ բոլորին, տներում ուրախության ձայներ միշտ թող լսվեն, մանկան ճիչեր եւ լավ առիթներ, գնացինք առաջ։ Ունենք ասելիք, մեր լեսում հիմա մեր գոցնա